Ուրեմն նախապատրաստվի Ագնեսա Խամոյանը։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Տիկին Ելյան, ողջունում եմ ձեր առաջադրումը։ Մի քիչ երևի փորձի պակասից էր, որ տիրապետելու հետ կապված պետք է ասեք, դե մենք հո ձեր պես չենք, որ միանգամից նախարար ու պատգամավոր դառնանք։ Առանց որևէ լուրջ, ՕԳԳ, շատ դեպքերում առանց որևէ ընդհանրապես աշխատանքի պետական համակարգում, ինչի պես, հեծի պետ, ով է հեծի պետ։ Մի էլի խոսեք իրար հետ ամբիոնից և նստատեղից։ Ձեր կուսակցի հետ եք երևի։ Ժամանակս վերականգնեք, հարգելի նախագահող։ Համաձայն եմ, վերականգնեք։ Ուրեմն արի չի եղել, չի ստացվել խոսել ԵՄ-ի հետ կապված հարաբերություններին, գիտեք, շատ ինձ մոտ մեծ հարց է, թե օրինակ ԵՄ-ի որ երկրում է հնարավոր, ինչպես պարոն Մանուկյանը նշեց, տենց միանգամից նախագահներ հակակոռուպցիոնում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ ինչ էր, նախ պարոն Քոչարյան, ողջույնները Սեթրակին, ինքը ուժեղ տղա է, կդիմանա եւ ընդհանրապես ձեր ընտանիքին, որ ԵՄ երկրում ասենց բան հնարավոր, իմ կարծիքով ոչ մի։ Հարգելի նախագահող, արդեն մի ժամից ավել է ձեր ֆրակցիան ձեր նախագահությանը չի ենթարկում, անդադ աղմուկ է, հիմա եթե տենց շարունակվելու, ասեք իմանամ։ Ինչ ասեմ։ Մի հատ էլ վերականգնեք ժամանակս դեվոքինս։ Չէ, այս անգամ չէ։ Դե ուրեմն ընդհատեք։ Հիմա ինչ որ է, հասկանում եմ, որ թեման ձեր համար ցավալի է, բայց հաշվի առնելով, որ ԵՄ երկրներից ոչ մեկ թույլ չէր տա իր երկրում տենց բան լիներ, հարց առաջանում։ Ինչի է թույլ տալիս այստեղ։ Ինչի՞ չի արձագանքում։ Արդյոք դա գին ունի։ Եվ արդյոք այդ գինը մենք պետքա վճարենք։ Ես ձեզ այս հարցը չեմ տալիս շատ լավ հասկանալով, որ դուք դրա գինը չեք էլ իմանալու, ձեզ չեն էլ ասելու դրա գինը և չեն էլ ասել, ինչպես որ չեն ասում ում ոնց ընտրեք, ըստ երևույթին վերջի օրով ունեմ այդ համոզմունքը և այլն։ Համոզված եմ, որ դրան կա գին և պետք է իմանալ այդ ընդհանրապես այդ գնի արժեքը, դատական համակարգի հետ կապված։ Շատ ճիշտ են ասում, այսպիսի չգրված բարոյական օրենք կար, որ եթե հանցագործությունը շատ այսպես առանձնապես ծանրության չի, պարոն Վարդևանյանն էլ թույլ չի տա ճիշտը չասեմ, ընդհանրապես ընտանիքից երկու անդամը արդեն տենց խնդիր է ազատազրկելու։ Հիմա սենց որ գնա, իմ կողմից կարամ սենց կիսա հումորային առաջարկ անեմ, ՔՊ վարչության նիստերում ընդհանրապես դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում դրեք հոդվածի սանկցիան, այսքանից այսքանա, կալանքը տվեք, քվեարկությունով կիրառեք, վերջացրեք, աղագին փող։ Այդտեղ մենք կտնտեսենք։ Հիմա խոսում են այստեղ պաշտոններից, Տիկին Վարդանյանը ցավում եմ այստեղցի, չեմ ուզում, ունեմ այսպիսի սկզբունք, մակասեն էլի ասեց, կանանց չանդրադառնալ ամեն դեպքում, բայց ես իհարկե զարմանալի է, երբ որ Ղազինյան Դավիթը 25 տարեկանում պետք է 200,000 դրամում հեծում աշխատի, թեկուզ փոխտնօրեն, ունեք այդտեղ կուսակից, լավ նստել են, տեղավորվել են, գրավել են, հարցրեք, ասեք 2006 թվականին, որ Ղազինյան Դավիթը ԽՍՀՏ փոխտնօրեն ընդունվել է, ինչքան աշխատավարձ է ստացել։ 200,000 դրամ, այնուհետև ունեցել եմ այո աճ աշխատանքային, որը իմ համեստ ինչ արդյունքները են, որ ընդամենը մեր ազգաբնակությունը չեմ ուզում իր վրա վերագրեմ, բայց ամենայն դեպս արդյունքների մեջ լումա ունեմ, որ սակագինը չի բարձրացել, հիմա կտեսնենք հաջորդ տարվա ձեր որոշումը։ Եթե իհարկե թաքուն միտեղից փող չբերեք դնեք, ոնց որ ուղիղ Եսա կլրանա մի տարին, ասում եմ 12 միլիարդ դրամ ատոմակայանին լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ որտեղից։ Չկա, պատասխանը չկա։ Ատոմակայանը շատ բարձ հիմնարկ է, եկավ, հոսանքը ծախեց, փողը ավերցրեց,
իր ծախսերը հոգած մինուս կամ պլյուս 12 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Հիմա ինչ վերաբերում է պարոն Ղազարյան ոնց եք ասում Հ Ա Յ Է Ր Է Ն Հիմա մի ձայնագրություն կմիացնեմ, այնուհետև միտքս կասեմ։ Մեքենաները, վարկերը, պահեստները, այդ ամիջը, որ հիմա շահարկում եք թվականների կողմից, դրանք մտել են էլեկտրոէներգիայի սակագնի մեջ, թե չեն մտել, այսինքն քաղաքացին սպառողը վճարում է դրանց համար էլեկտրոէներգիայի սակագնի չափով, թե չի վճարում, խնդրում ուղիղ պատասխանել։ Հայտարարությունների հետ կապված, եթե կոնկրետ պատասխանեմ, իսկ մենք այնուամենայնիվ ձեզ գրած նամակում բավական կոնկրետ ենք պատասխանել, ինչքան էլ որ դուք ասում եք խուճուճ բաներ են գրել, խուճուճ բան մենք ստեղ չենք գրում, որևէ մարդու եւ որևէ դիմումի, այլ բան, որ միգուցե մասնագիտական բանը չի հերիքել, որ գրածը ճիշտ ընկալեք, բայց ես լրացուցիչ նորից մեկնաբանում եմ։ Մեթոդաբանության իմաստով, այո, վերցրած վարկերի տոկոսները, իսկ խոսքը գնում է ոչ թե վերցրած վարկերի, այլ վերցրած վարկերի տոկոսների մասին։ Վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ։ Հիմա միջավայր ով չգիտի ասեմ, սա ձեր նախկին կուսակից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն էր։ Ես ինչ եմ ասում այդ հայերենը, որովհետև չեմ պատկերացնում։ Համար մեկ ամբիոնից ձեր կուսակցության ղեկավարը, կառավարության ղեկավարը երեք էլի հայտարարում ասում տոկոսները։ Հիմա կարծում եմ հանձնաժողովի նախագահը ճիշտ է, որովհետև մեթոդաբանությունը հենց նրա մասին է, թե ինչն է մտնում ընդհանրապես սակագնի մեջ։ Տոկոսները վճարելը սեփականատերը։ Ինչ վերաբերվում է ձեր ասած, էլի նորից միտք հնչեց, տնտեսական ապակայունացում, չգիտեմ ինչ, եթե տնտեսական ապակայունացումը մոտարապես 50-ից ավել, կոնկրետ թեւը չեմ հիշում, բայց բավականին մեծ $1 միլիոն ներդրումն է եւ արդեն մի տարի է ձեզ ասում ենք, խնդրում ենք բերեք մի օրինակ, այստեղ խոսք հնչեց, ինձ նամակներ են գրում, գալիս են, չեն թողում մասնակցեն, հիշեցի անցյալ տարի, եթե չեմ սխալվում, փոխնախարարներից մեկին ասում են ձեր նախարարի բարեկամը հարևանը տենդերա շահում, ասում է դե օրենսդրական կարգավորում չունենք, այս բան չենք կարող արգելել, ասում ենք լավ, մի հոգի բերեք թողասիում են արգելել այդ տենդերի, մի այսպիսի անեկդոտ կա, ոնց անգամ է ուզում պատմի, պարեկը մեքենան կանգնացնում է, տեսնում է հարբած, ինչ-որ մեկը ղեկին, ասում է խմած ես քշում, ասում է հա, ասում է ով է քեզ թույլ տվել, ասում է ասել են կարաս քշես, առանց վարորդական ես քշում, ասում է հա, ով է թույլ տվել, ասում է ասել են կարաս քշես, մի քանի այդպիսի հարց, պարեկը ջղայնանում, ասում է ով է ասել, ասում է ասել են չասեմ։ Հիմա այս պարագայում այդ թեմային ընդհանրապես անդրադառնալն է սխալ, եւ խնդրում եմ, որպեսզի եթե դուք կոչ եք անում ամբիոնը օգտագործել ճիշտ, ինքներդ օրինակ ծառայեք, մի փոքր մասով նաեւ ցանկանում եմ ելույթից վերջում անդրադառնալ իրավագիտության ֆակուլտետացավին, որ կպել են որոշ ԿՊԱ-ականներ, ոնց ասեմ, այդ ատելությունը, որ ընդհանրապես բուհական համակարգի առավել եւս ԵՊՀ-ի մի հատ էլ առավել եւս իրավագիտության ֆակուլտետի հետ կապված կա, ես ընդհանրապես յուրաքանչյուր թեմայի մեջ փորձում եմ այսպես անալիզի միջոցով գտնել, թե ինչ կարող է այդտեղ իրականում լինի, թեկուզ իմ ընդհանրապես եւ այլն, բայց մի քանի վարկած է պատտվում, կարող է հեռացվելը համասարանից դրա համար այտենց, կարող է պարոն Հարությունյան դուք որևէ հաջողություն չեք ունեցել այդ համասարանում դրա համար եք այտենց, բայց անգամ եթե ԿՊ-ն վերածել է իր մասնաճյուղի Երևանի պետական համալսարան, անգամ այդ դեպքում էլի չեն հանգստանում, չնայած կրթության համար բավականին մեծ վնաս է։ Եվ մի վարկած էլ կա, որ կարող է այդպես երազանք է եղել այնտեղ սովորելու չի ստացվել, միջազգայց ասեմ, որ ֆակուլտետը ընդունելությանը չի մասնակցում, եթե այդ երազանքը եղել է, այդ ֆակուլտետի հետ կապ չունի։ Բայց այն որ համալսարանից հեռացված անձ է եւ մենք ոնց որ մի ժամանակ ենք սովորել տարիքով բռնում է,
Համենայն դեպս ոչ մի բանով չճանաչված 20 եւ ավել տարվա դասախոսը խոսում են մի ֆակուլտետի մասին, որի շրջանավարտները իրանց համար իրանց թիմում գտնող ամենալավն են, դա արդեն նոնսենս է։ Խորհուրդ եմ տալիս երկար մտածել այդ թեմային անդրադառնալուց։ Տիկին Յոլյան, եւս մեկ անգամ, ինչպես հայտարարեցի, ես որպես ինքնակնդադատ մարդ ձեզ համարում եմ ինձանից լավ թեկնածու, ձեզ համարում եմ ինձանից տեղյակ բավականին շատ ոլորտների այդտեղի, ինչ վերաբերում ամենագետը լինելուն մի նեղվեք, բացարձակ վատ բան չկա, երբ որ մարդ ընդունում է, որ ինքը ամենագետ չի։ Ձեզ հաջողություն եմ մաղթում ընդհանրապես եւ համոզված եմ ձեր ընտրվելու դեպքում կշահի պետությունը, բայց նաեւ համոզված եմ, որ ձեր չընտրվելու դեպքում էլ կշահի պետությունը, որովհետեւ դուք երկու դեպքում էլ նույն եռանդով աշխատելու եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ընդմիջում մինչև 16:30